Հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևոր է համառոտ։ Փաշինյանը ներկայացրել է, որն է զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի հիմնական պատճառը։ Վարակի վտանգ Նորագյուղում, ինչու է Վիոլիա ջուրը կրկին հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում և ինչու չի լուծվում խնդիրը։ Աղմուկ ազգային ժողովում, փակվում են ազգային ժողովի դռները լրագրողների առաջ, ինչ օրենք է գործելու սեպտեմբերից։ Ադրբեջանում ջրի խնդիր կա, հանրային դժգոհություն է հասունանում։ Կոշտ հայտարարություններ Վաշինգտոնից, ինչ է նախազգուշացնում Թրամփը։ Արձակուրդից հետո առաջին ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին և նշել, որ դրանց հիմնական պատճառները խաղադրույքներն են և դրանց հետևանքով կուտակված պարտքերը։ Փաշինյանը նշել է, որ կառավարությունն արդեն օրենսդրական փոփոխություններ է կատարել, որպեսզի զինծառայողները չկարողանան ծառայության ընթացքում խաղադրույքներ կատարել, սակայն այդ համակարգը դեռ ամբողջությամբ չի գործում։ Նշեմ, որ 2026 թվականի 7 ամիսների ընթացքում զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցվել է մահվան 8 դեպք։ Պատճառներից մեկը խաղադրույքներ կատարել, պարտքերի տակ ընկնել և պարտքը չկարողանալ փակել։ Մենք դե յուրե միջոցներ ենք ձեռնարկել, որ նաև արգելվի ծառայության մեջ գտնվողներին, բայց այդ համակարգը դեռ ներդրման մեջ է, բայց ես ձեզ ասեմ նաև, որ այս սրա մասին ես գիտեմ Կոշի գաղութում գտնված լինելու ժամանակաշրջանից պարտադիր չի, որ դու քո հեռախոսով բան անես, խաղադրույք կատարես, կան բաներ, ստվերային դիլերներ, որոնք հեռախոսով խոսքի վրա խաղադրույքներ կատարում են, հետո բան են անում։ Այսինքն նույնիսկ եթե հեռախոս չլինի, խաղադրույքը հետո, եթե հաղթել ես, քո հաղթածը տալիս են, բայց եթե պարտվել ես, հազար ներողություն այդ բառի համար, ստանում են բոլոր հնարավոր միջոցներով։ Ինքնասպանության պատճառներից մեկը սա է։ Երկրորդը ընտանեկան կամ անձնական խնդիրները, որ քաղաքացիական կյանքում իրանց ինչ հարաբերություններում խնդիրներ են առաջանում եւ դրանք, այսինքն ես ասում եմ, ինչ որ ուսումնասիրությունները, զեկույցները ծանոթալու։ Երրորդը կապված է մի շատ կոնկրետ իրավիճակի հետ։ Մարտական բանում, դիրքում հերթապահության, քո ժամապահության ընթացքում քնելը։ Զինված ուժերում տեղի ունեցած միջադեպերից մեկի մասին այսօր խոսել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Վերջերս հոսպիտալ տեղափոխված 19-ամյա ժամկետային զինծառայողի դեպքին անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ տղային զննել են, դաժան ծեծի հետքեր չեն արձանագրել։ Տվյալ զինծառայողին ծեծելու վերաբերյալ ահազանգ էր հնչեցրել իրավապաշտպան Ժաննա Անդրեասյանը։ Իմ անմիջական ուշադրության ներքո է գտնվում հարցը և դրանով մենք այս պահին էլ շատ ակտիվ զբաղվում ենք։ Երկու կարևոր մասի է պետք բաժանել խնդիրը։ Մեկը կոնկրետ զինծառայողի իրավունքներին առնչվող հանգամանքները, որովհետև շատ կարևոր է, որպեսզի զգայունությունը պահպանելով իրեն վերաբերելի բոլոր հարցերը ճիշտ լուծում ստանան, այդ թվում կարծում եմ արդեն նաև տեղեկատվությունը ձեզ փոխանցվել է հրապարակային է, դրա համար ես էլ կարող եմ ասել, գիտեք, որ իր հոգեկան առողջության վիճակն է այս պահին դիտարկման փուլում գտնվում, հետևաբար խնդրում եմ այս հանգամանքը նկատի ունենալ նաև հրապարակային հաղորդակցությունը, իրեն առնչվող, քանի որ ինքը նաև հետագա քաղաքացիական կյանք պետք է ունենա վարի, շատ զգայուն լինել հրապարակային հաղորդակցության համատեքստում։ Այս պահին շատ կարևոր է, որպեսզի մասնագիտական պատշաճ որոշում կայացվի այս հարցի հետ կապված եւ բնականաբար դա կարևոր ազդեցություն կունենա նրա պիտանի կամ ոչ պիտանի լինելու հանգամանքի դիտանկյունից։
Վերադառնալով Փաշինյանի ճեպազրույցին, նա անդրադարձել է նաև Բաքվում պահվող հայ գերիների թեմային, չի հստակեցրել, թե ինչ տեղեկություններ ունի նրանց առողջական վիճակի կամ հնարավոր խոշտանգումների մասին, նշելով միայն, որ պետական կառույցներն աշխատում են տեղեկությունները ճշտելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Փաշինյանը խոսել է նաև Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների լարվածության մասին, բացառելով, որ Հայաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել։ Նրա խոսքով Հայաստանը նման հավակնություններ չունի։ Փաշինյանը անդրադարձել է նաև թրիփ նախագծին։ Մենք բաց ենք, թափանցիկ ենք եւ պատրաստ ենք տալ բոլոր հուզող հարցերի պատասխանները, որպեսզի բոլոր մտավախությունները վերանան, որովհետեւ թրիփը տնտեսական ենթակառուցվածքային այո շատ խոշոր, շատ կարևոր նախագիծ է եւ դա միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում Հայաստանի Հանրապետությանը եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ նախագծի ոչ թե հենց այդ նախագծի մեջ, այդ նախագծի իրականացման արդյունքում բացվելու է նաեւ Պարսից ծոց, Սև ծով հաղորդակցությունը երկաթուղային Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի, Նախճեվանի, Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով։ Եվ սա այն ուղղություններից մեկն է, որը իջիկ է դարձնում այն քննադատությունները, թե այս նախագծի իրականացումը տարածաշրջանի որևէ երկրի դուրս է թողում։ Ընդհակառակը, սա ներգրավող նախագիծ է եւ իհարկե դրան խանգարող հանգամանք կարող է լինել տարածաշրջանային անկայունությունը։ Սյունիքով անցնող թրիփ նախագիծը կարող է Հայաստանը ներառել նոր տրանսպորտային համակարգում, սակայն եթե Վաշինգտոնն այն ներկայացնում է որպես տնտեսական համագործակցություն, ապա Թեհրանն այն դիտարկում է որպես անվտանգային ռիսկ։ Ինչ հնարավորություններ կարող է թրիփը ստեղծել Հայաստանի համար եւ ինչու է Իրանը զգուշավորություն ցուցաբերում այդ հարցում, մանրամասները ռեպորտաժում։ Հորմուզի նեղուցն աշխարհի ամենակարևոր էներգետիկ ճանապարհներից մեկը Միացյալ Նահանգներն ուզում է դարձնել երկրորդական։ Միացյալ Նահանգների, Սիրիայի եւ Իրաքի հարցերով հատուկ բանագնաց Թոմ Բարաքի խոսքով Վաշինգտոնը տարածաշրջանի մի շարք երկրների հետ քննարկում է նոր տնտեսական եւ տրանսպորտային համակարգ։ Այս նախագիծը 2 տարվա ընթացքում Հորմուզի նեղուցը կդարձնի երկրորդական նշանակության։ Այդ քարտեզում առանցքային դեր ունի միջին միջանցքը, որը Թուրքիան Ադրբեջանի եւ Կասպից ծովի միջոցով կապում է Կենտրոնական Ասիային։ Սակայն փորձագետների գնահատմամբ խոսքը միայն ճանապարհների մասին չէ։ Փակագից վերլուծական հարթակի ղեկավար Հարութ Արթին Առաքելյանի խոսքով Հորմուզի շրջանցումը նաեւ ազդեցության գոտիների վերաբաշխման ծրագիր է։ Կոնկրետ այդ ծրագիրը ինքը հայտարարում է Իրանի դեմ եւ Իրանի տնտեսական, քաղաքական, ռազմական լծակների չեզոքացում։ Այս համատեքստում քննարկվում է նաև Սյունիքով անցնող թրիփ նախագիծը, որը կարող է Հայաստանը ներառել նոր տրանսպորտային համակարգում։ Բայց եթե Վաշինգտոնը դա ներկայացնում է որպես տնտեսական գործակցության նախագիծ, ապա Թեհրանում այն դիտարկում են որպես անվտանգության մարտահրավեր։ Օրեր առաջ Թեհրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Հադատ Ադելը ABC մեդիայի հարցին պատասխանելիս կոչ էր արել չվստահել Միացյալ Նահանգների խոստումներին։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը մեզ վստահեցրել է, որ այս պրոյեկտը մեր շահերի դեմ չէ։ Հուսանք այդպես է, բայց խորհուրդ ենք տալիս հայ ժողովրդին եւ իշխանությանը չխաբվել ԱՄՆ-ի խոստումներին։ Տեսակ ինչ պատահեց արաբական պետությունների հետ պատերազմի ընթացքում, պետք է դաս քաղել։ Ամերիկացիները երբ ներկա են լինում մեր հարևան երկրներում, իրենց հիմնական նպատակը Իրանին հարվածելն է լինում։ Հուսանք այդ դեպքում նման բան մեր երկրի հետ չի կատարվի։ Ադելի հայտարարությունը հնչում է այն պահին, երբ Միացյալ Նահանգները փորձում է վերաձևել տարածաշրջանի տնտեսական քարտեզը Իրանը շրջանցող նոր երթուղիներով։ Այս պայմաններում Հայաստանի համար գլխավոր հարցը մեկն է՝ ինչպես մասնակցել նախագծին առանց վնասելու հայ-իրանական հարաբերությունները։ Կարող ենք այնպես անել, որ այս միջանցքը, որ պիտի անցնի Հայաստանով, լինի Հայաստանի սուվերեն տարածք, լինի մաքսակետ եւ չլինի որևէ մեր հարևաններից մեկին սպառնալիք։ Մենք այդ առումով կարող ենք այս փաստերը արձանագրելով եւ որպես օրակարգ հետևելով նաեւ մասնակցենք այդ ծրագրին։
Փորձագետի գնահատմամբ Հայաստանը դժվար թե հրաժարվի թրիփից, սակայն կարող է փորձել ժամանակ շահել եւ ձգձգել նախագծի իրականացումը։ Մենք պիտի կարողանանք նաև բալանսը պահպանենք ստեղ, ինչքան էլ որ հայտարարությունը Միացյալ Նահանգների կողմից է, բայց մենք ունենք լծակներ իրավական տեսանկյունից։ Մենք կարող է չմերժենք թրիփի կառուցումը, բայց կարող ենք ձգձգենք թրիփի կառուցումը։ Շրջակա միջավայրերի խիստ ուսումնասիրություններ իրականացնենք, որտեղ հենց արևմուտքի ստանդարտներից է բխում այդ ամեն ինչը, որ միանգամից չենք կարող այդ ամեն ինչը անենք։ Այդ միջոցներով կարող ենք ինչ-որտեղ ձգձգենք, որը կարողանանք նաև այդ հյուսիս-հարավը կապենք մենք Հայաստանին։ Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Վաշինգտոնի աջակցությամբ արդեն աշնանը նախատեսվում է սկսել Սյունիքով անցնող ճանապարհի շինարարությունը։ Փակագից վերլուծական հարթակը գրում է. Հորմուզի նեղուցի շրջանցման ամերիկյան ռազմավարությունը Սյունիքը դնում է գլոբալ աշխարհաքաղաքական կենտրոնում։ Հայաստանի հույսերը, թե այս գործընթացները կարելի է կանգնեցնել կամ դադարեցնել, պատրանք են։ Եվ այս ֆոնին պատահական չէ, որ Բաքուն Երևանին սահմանադրական փոփոխությունների վերջնագիր է ներկայացնում, արագացնելով ճանապարհային նախագծերի շուրջ բանակցությունները։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում անդրադարձել է նաև հեծի վերաբերյալ վերջին զարգացումներին, հայտնել է, որ այդ հարցով համապատասխան հաղորդում է ներկայացնում։ Առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին հնարավոր, չգիտեմ։ Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտեմ, բայց ես կարծում եմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովներ եւ պահամարմիններն էլ պետք է քննարկեն։ Ոնց կարա պարզի, որ շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ ա եղել, հետո գնացել է։ Մինչ իշխանությունը հեծը պետականացնելու գործընթաց է սկսել, հանրային դժգոհություն կա մեկ այլ մասնավոր ընկերության Veolia ջրի աշխատանքի նկատմամբ։ Վերջին ամիսներին ընկերության անունը հաճախ է հայտնվում լրատվամիջոցներում։ Սկզբում Բյուրեղավանի ջրի աղտոտման դեպքը, հետո Երևանի տարբեր թաղամասերում գոյուղատար խողովակների խափանումները։ Նորագյուղում, օրինակ, բնակիչներն ասում են, տարիներով նույն պատկերն է։ Կեղտաջրերը գոյուղատարից դուրս են գալիս փողոց, լցվում բակեր, երբեմն էլ հասնում տների նկուղներ։ Մասնագետները զգուշացնում են, դա կարող է դառնալ վարակների տարածման պատճառ։ Ով է պատասխանատու, որը չի զբաղվում խնդրի լուծմամբ, մանրամասները ռեպորտաժում։ Նորագյուղ թաղամասը շատերը հոտով են ճանաչում։ Այստեղ գոյուղաջրերի խնդիրը ամիսների պատմություն ունի։ Բնակիչների խոսքով պարբերաբար խցանվող գոյուղատար համակարգի պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս փողոց, լցվում բակեր, երբեմն հասնում անգամ տների նկուղներ։ Վերջին օրերին փողոցներով հոսող կեղտաջուրը, տարածված գաշահոտությունն ու հակասանիտարական պայմանները բնակիչներին կրկին ստիպել են դիմել պատասխանատու կառույցներին։ Ահազանգերից հետո արտահոսքը դադարեցվել է, սակայն դրա հետևանքները դեռ տեսանելի են։ Էսենցնում լցվում պատկաց այնտեղ շոքեր չէի կաստղել, չէի կարող նստեի։ Հոտը գալիս է, ստիպած տան ջրերը միացրել են, լվացել են հայատները։ Շատ ահավոր է։ Մասնագետների խոսքով արտահոսած գոյուղաջրերը ոչ միայն աղտոտում են շրջակա միջավայրը, այլև ստեղծում են առողջության համար լուրջ վտանգներ։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ համաճարակաբան Քրիստինե Լալայանի խոսքով կեղտաջրերը կարող են պարունակել հիվանդացին մանրեներ, վիրուսներ եւ մակաբույծներ, որոնք նպաստում են վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Ամենավտանգ ներկայացնող ինֆեկցիաները դրանք այն ինֆեկցիաներն են, այն հիվանդություններն են, որոնք ունեն ֆեկալ-օրալ փոխանցում, այսինքն որպեսզի այդ հիվանդությունները զարգանան, անհրաժեշտ է, որ հարուցիչները տվյալ հիվանդությունների ներթափանցեն օրգանիզմ բերանի միջոցով։ Դրանց մեծ մասը բաժին են հասնում աղիքային վարակիչ հիվանդություններին, նաև հեպատիտ A-ն կարող է խնդրահարույց լինել եւ այլ մակաբուծային հիվանդություններ կարող են լինել։ Իսկ որն է խնդրի պատճառը։ Երևանի ավականու ազգային առաջընթաց խմբակցության ղեկավար Արման Թորոսյանի գնահատմամբ պատճառները մի քանիսն են, ինչպես թերի կառավարումը, այնպես էլ գոյուղատար ցանցի վատ տեխնիկական վիճակը։ Նրա խոսքով բազմաթիվ հատվածներում խողովակներն այլևս չեն դիմանում ծանրաբեռնվածությանը, իսկ որոշ տեղերում մեծ տրամագծով գոյուղագիծը միացված է ավելի նեղ խողովակի, ինչի հետևանքով համակարգը պարբերաբար խցանվում եւ խափանվում է։
Թորոսյանի խոսքով խնդիրը խորացնում է նաև պատասխանատվության հստակ բաշխման բացակայությունը։ Քաղաքացիները դիմում են տարբեր կառույցների, սակայն դրանցից ոչ մեկը չի ստանձնում հարցի վերջնական լուծման պատասխանատվությունը։ Պետության կառավարման խնդիր աստեղ, կառավարման մարդկանց հետ ճիշտ աշխատելու, կազմակերպության խոշոր կազմակերպության աշխատանքները ճիշտ կազմակերպելու, պրոակտիվ լինելու, նախապես մտածելու, որտեղ ինչ խնդիրներ կարան լինեն, հաշվարկ անելու, որտեղ արդյոք ունենք այնպիսի տեղեր, որտեղ գոյողաջրի խնդիր առաջանում է, չգիտեմ, ամիսը մեկ անգամ, օքեյ, եթե ամիսը մեկ անգամ ամեն այս կոնկրետ մի քանի հասցեում առաջանում է, պրևենտիվ որոշակի մաքրումներ իրականացնելու եւ շինարարություններ, շինթույլտվություններ տալուց այդ ամբողջը հաշվի առնելու սկզբունքով է պետք աշխատել, ոչ թե լուծել այս պահի խնդիրը մի քիչ լուծես, հետո մի ամսից ինչ կլինի, էլի կգանք մի հատ կմաքրենք, ոչ։ Կառավարումը դրա մասին չի, կառավարումը նախապես ամբողջը ճիշտ պլանավորելու, կազմակերպելու եւ հարկ եղած դեպքում արագ արձագանքելու մասին է։ Նրա կարծիքով անհրաժեշտ է հստակեցնել պատասխանատու կառույցների լիազորությունները, վերանայել գործող մեխանիզմները եւ ուժեղացնել վերահսկողությունը, որպեսզի խնդիրը չսահմանափակվի միայն ժամանակավոր լուծումներով։ Քաղաքապետարանը ուրեմն իշխանական ավականու խմբակցությունը մի ժամանակ նախագիծ էր ուզում մտցնել վերահսկողության հոհակ ստեղծելու մասին, ենթադրաբար դա հանեցին, ես կարծում եմ, որ եթե դա ճիշտ ձևակերպվեր այդ հոհակի աշխատանքը, նաև հնարավորինս կոռուպցիոն ռիսկերը ճիշտ կառավարվեն, որ կոռուպցիա չլիներ, որտեղ դա պոտենցիալ կոռուպցիոն հիմնարկ կարա լինի, որտեղ վրա վերահսկում ամեն ինչ, բայց եթե ճիշտ աշխատեր այդ հիմնարկը, բավական տեղին կլիներ, որտեղ պահի տակ մեր համայնքը եւ պետությունը, որոնք որ պատվիրում են մասնավորից թե վերանորոգում, թե ջրերի հետ կապված վերանորոգումներ, ոչ միշտ են, որ անձամբ ինչ որ մեկը այդ համայնքը կամ պետությունը ներկայացնող հետևում են գործի կատարվող աշխատանքներին ամենօրյա ռեժիմով չեն հետևում։ Թորոսյանի համոզմամբ նման իրավիճակներում քաղաքացիները հաճախ միայնակ են մնում իրենց խնդրի հետ։ Այդ պատճառով անհրաժեշտ է ստեղծել արդյունավետ մեխանիզմ, որը հնարավորություն կտա բնակիչներին պաշտպանել իրենց իրավունքները, այդ թվում իրավական ճանապարհով։ Եթե քաղաքացիները բողոք ունեն, պետք է հայտարարել, որ մենք այսինչ խումբը կամ այսինչ գրասենյակում, այսինչ համարով զանգահարեք, մենք ձեզ կաջակցենք այդ ամբողջ գործընթացը տեխնիկական առումով կամ իրավական առումով առաջ տանելու։ Այդ ամբողջ խորհրդատվական եւ այլ աջակցությունը, եթե տրամադրվի, ինձ թվում է շատ մարդիկ կհամաձայնվեն, որ իրանք լինեն դիմումատու, հետո որևիցե հասարակական կազմակերպություն կլինի, թե ինչ որ այլ փորձեն այդ գործընթացը արդեն որպես խմբային շահ, հա, կամ բողոք մի շարք անձանցից կամ մի խումբ կամ մեծ խումբ անձանց կողմից տված բողոքը առաջ տանել, բանել դատարան եւ այո, այդ ժամանակ կարող է ավելի էֆեկտիվ պայքարը լինել։ Մասնագետները զգուշացնում են, կոյուղաջրերի վտանգն առավել մեծ է, երբ դրանք հայտնվում են մարդկանց անմիջական կենսամիջավայրում։ Վերջերս Բյուրեղավանում գրանցված աղիքային վարակների դեպքերից հետո որպես հնարավոր վարկած քննարկվում էր նաև կոյուղաջրերի խմելու ջրին խառնվելու տարբերակը։ Թեև վերջնական պատճառները դեռ ուսումնասիրվում են, բժիշկ Լալայանի խոսքով աղտոտված ջուրը կարող է նպաստել տարբեր վարակիչ հիվանդությունների տարածումը, այդ թվում հեպատիտ A եւ E։ Այս դեպքում վնասվում, ախտահարվում է աղեստամաքսային համակարգը, որի դեպքում, երբ որ օրգանիզմը ներթափանցում հարուցիչները, իրենք միջինը մի քանի ժամից մինչև 48 ժամ հետո կարող են ի հայտ գալ գանգատները, ախտանշանները։ Թուլություն, ինքնազգացողության վատացում, գլխացավ, ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, հա, կծկանքանման ցավեր որովայնում, այս բնորոշ հիմնական ախտանիշներն են աղիքային վարակիչ հիվանդությունների, որը կարող են ընթանալ թեթևից մինչև ծանր ընթացք կարող են ունենալ, դրա համար պետք է ուշադիր լինել, զգոն լինել ու ժամանակին դիմել բժշկի։ Հեպատիտ A եւ E կարող է փոխանցում լինել, իրենց դեպքում մի փոքր ուշ կարող են ի հայտ գալ գանգատները, քան աղիքային վարակիչ հիվանդությունների, կոնկրետ A-ի դեպքում, հեպատիտ A-ի դեպքում միջինը 1-2 շաբաթ հետո են ի հայտ գալիս ախտանշանները, հեպատիտ E-ի դեպքում իրենք մոտ 5-6 շաբաթ հետո են ի հայտ գալիս։
Բժիշկ համաճարակաբանի խոսքով առավել խոցելի են երեխաները, տարեցները եւ քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ։ Փողոցում նման միջավայրի առկայությունը իհարկե ինչ պետք է անել հնարավորինս փորձել մեխանիկորեն հեռացում ապահովել, հա, բնակիչների ջանքերով, այսպես ասած, մաքուր ջրով, մեխանիկական, թեկուզ քլոր պարունակող հասարակից ժավելով գոնե փորձել ինչքանով հնարավոր է այդ տարածքները, ինչքանով թույլատրելի է, եթե փոքր մակերեսներ են մաքրել։ Համաճարակաբանը խորհուրդ է տալիս նման իրավիճակներում խուսափել կեղտաջրերի հետ անմիջական շփումից, չօգտագործել կասկածելի որակի ջուր, խմելու կամ սննդի պատրաստման համար։ Իսկ եթե ջրի անվտանգության վերաբերյալ կասկած կա, այն առնվազն 1 րոպե եռացնել, հետո օգտագործել։ Նաև անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենան, իսկ առողջական որևէ գանգատի դեպքում անհապաղ դիմել բժշկի։ Իշխանության ուշադրության կենտրոնում է նաև Արարատցեմենտ ընկերությունը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով ընկերության կառավարումն ամբողջությամբ փոխանցվել է նախարարությանը, իսկ տնօրենի պաշտոնը կզբաղեցնի նախարարության աշխատակիցը։ Նա չի բացառել, որ նման որոշումներ կարող են կայացվել նաև այլ ձեռնարկությունների դեպքում։ Իսկ գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ պահանջելով լուծել իրենց խնդիրը։ Նրանք պնդում են, որ փաստացի զրկվել են աշխատանքից, քանի որ այդ ընկերությունների աշխատանքը դադարեցվել է։ Այսօր կայացել է նաև Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների դատավարությունը։ Դատարանը Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգել է 1 ամսով, նույն որոշումն է կայացվել նաև Վահագն Չախալյանի նկատմամբ։ Առանց լսելով մեղադրյալների միջնորդությունը, կարող է մեղադրյալները գիշերը մեկ բարի երազ էին տեսել, որը սպասելի չի գային եւ ասեին Արթուր Սարգսյան եկեք տան վարչական։ Բայց դուք անցած դատական նիստին կանխալ որոշել եք եւ հայտարարել եք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվել է տնային կալանքի մեջ։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, եթե դուք արդեն կանխալ որոշել եք, որ ես մի տարի ասում եմ էստերի որոշումները կանխալ որոշում է, շնորհակալություն ձեզ 1 տարվա ասածը հիմնավորեցիք, հիմա այս միջնորդությունների իմաստը որն է, որ մենք այստեղ թատրոն չի դերասած ենք, դուք որոշել եք պետք է մնանք միանգամից կալակը տվեք վերջացնենք գնանք, իմաստը որն է։ Իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով։ Օրեր առաջ տեղեկություններ են տարածվել, թե Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի համար նոր սահմանափակումներ են գործելու։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սակայն հայտարարել է, որ նոր կարգավորումներ չկան, դրանք գործում են արդեն 5 տարի։ Նշեմ, որ կանոնակարգով լրագրողներին արգելվում է օթյակից նկարահանել նիստերի դահլիճը, իսկ խորհրդարանի մյուս հատվածներում աշխատելու համար անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն։ Թեմայի մանրամասները ռեպորտաժում։ Լրագրողների համար փակվում են ազգային ժողովի դռները, թե հերթական տեղեկատվական աղմուկն է։ Օրեր առաջ լրատվամիջոցները գրեցին, որ խորհրդանում լրագրողների աշխատանքը նոր սահմանափակումներով է շարունակվելու։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սակայն հակադարձում է, նոր սահմանափակումներ չկան, դրանք գործում են արդեն 5 տարի։ Իրականում այդ դրույթները ոչ թե գործել են, այլ 5 տարի է ինչ կան թղթի վրա։ Կանոնակարգով նախատեսված է, որ լրագրողներին արգելվում է ազգային ժողովի օթյակից նկարահանել նիստերի դահլիճը։ Հավատարմագրված լրագրողները կարող են աշխատել միայն հատուկ առանձնացված վայրերում, իսկ խորհրդարանի մյուս հատվածներում գործունեության համար պետք է ստանան ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղարի թույլտվությունը։ Իրավապաշտպան Արա Ղազարյանի խոսքով բազմաթիվ երկրներում եւս լրագրողների համար նախատեսված են հատուկ աշխատանքային տարածքներ։ Այլ բան է, որ երբ որ արտարոց ինչ-որ դեպք է լինում, կամ հանրային մեծ նշանակություն ունեցող հարցերի դեպքում ի վերջո պետք է թույլատրվի լրագրողին ցանկացած վայրում հարցեր ուղղելու ազգային ժողովի պատգամավորներին։
Սակայն հավատարմագրումն ինքնին պետք է լրագրողին հնարավորություն տա իրականացնել իր մասնագիտական գործունեությունը խորհրդարանում։ Այս կարգավորմամբ սակայն որոշ դեպքերում նա ստիպված է լրացուցիչ թույլտվություն ստանալ հենց այն կառույցից, որի գործունեությունն է լուսաբանում եւ հանրային վերահսկողության ենթարկում։ Մտահոգիչ է նաեւ պետական պահպանության ծառայության աշխատակիցներին ծառայողական պարտականությունները կատարելիս տեսաձայնագրելու կամ լուսանկարելու արգելքը։ Մինչև այժմ հենց լրագրողական տեսախցիկներն են արձանագրել խորհրդարանում տեղի ունեցած բազմաթիվ միջադեպեր։ Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ ուժի կիրառումը, լրագրողների աշխատանքի խոչընդոտումը եւ հանրային նշանակություն ունեցող այլ դեպքեր։ Նոր կարգավորման պայմաններում նման իրավիճակներում նկարահանումը կարող է արգելվել այն հիմնավորմամբ, որ կադրում երևում է ծառայողական պարտականություններ իրականացնող ՊՊՑ աշխատակիցը։ Լրագրողի խցիկը ուղղվում է դեպքի վրա, իրադարձության վրա, եւ եթե այնտեղ պատահաբար հայտնվում է նաեւ անվտանգության աշխատակիցը, ես եմ հասկանալ ինչով է վտանգում նրա անվտանգությունը, եթե նա հայտնվում է, ասենք կամերայում, տեսախցիկում։ Ի վերջո նա չի աշխատում, ասենք, սուպերմարկետում, մասնավոր միջավայրում, աշխատում է քաղաքական ինստիտուտում, որտեղ քաղաքական թեժ բանավեճեր են տեղի ունենում եւ պատահաբար կարող է հայտնվել տեսախցիկում ոչ թե որպես թիրախ, այլ իրադարձության կիզակետում։ Խորհրդարանի աշխատանքը 10 տարի լուսաբանած լրագրող Ռուզաննա Խաչատրյանը 1998-ից 2008 թվականներն անվանում է ոսկե տարիներ։ Նրա խոսքով լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակվել էր միայն 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկությունից հետո, սակայն այդ սահմանափակումները ժամանակավոր էին եւ իրավիճակի կարգավորումից հետո լրագրողները կրկին ազատ աշխատում էին խորհրդարանում։ Որևէ մեկը չէր հետևում, թե այ դու ինչու գնացիր այս մարդու կաբինետը, մտար առանց մեզ եւ այլն։ Երբեմն շատ հազվադեպ ինցիդենտ էր լինում ոստիկանների հետ, երբ պատգամավորը նեղացած էր լինում, այսպես ասած, ինչ որ հրապարակումից, ձայնը բարձրացնում էր եւ այլն, բայց դրանք շատ արագ հարթում էին։ Խաչատրյանի խոսքով այն ժամանակ եւ լրագրողական հանրույթում կար համերաշխություն եւ նրանց իրավունքները պաշտպանում էին հենց խորհրդարանում։ Պատգամավորներն արձանագրում էին այն դեպքերը, երբ գործընկերները խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը։ Սակայն տարիների ընթացքում նրա գնահատմամբ փոխվել է ոչ միայն անվտանգության ապահովման մոտեցումը, այլև իշխանությունների վերաբերմունքը լրագրողների նկատմամբ։ Մենք միշտ էլ մեր մեջ որ խոսում էինք, որ լրագրող ղեկավարը ավելի վատ է, քան ավելի շատ են խոսքի ազատությանը դեմ լինում, խոսքի ազատության դեմ նույնիսկ օրենսդրական քայլեր անում, էլ չեմ ասում փաստացի քայլերի մասին, քան որևէ ուրիշ մարդ։ Եվ հիմա ամենը գալիս է վերևից։ ԿՊԱ-կան պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով այս կարգավորումները գործում են դեռ 2021 թվականից, սակայն գործնականում չեն կիրառվել։ Նրա գնահատմամբ հնարավոր է այս անգամ եւս դրանք չկիրառվեն, հետեւաբար մտահոգության առիթ չկա։ Սակայն այդ դեպքում հարց է առաջանում, եթե դրույթները նախատեսված չեն կիրառելու համար, ինչու են շարունակում մնալ գործող կանոնակարգում։ Ադրբեջանում ջրի խնդիր կա, ինչը դարձել է սոցիալական դժգոհության պատճառ։ Մինչ Ադրբեջանը միլիարդներ է ծախսում օկուպացված Արցախում շինարարության եւ վերաբնակեցման համար, Բաքվին հարակից Աբշերոնի բնակավայրում մարդիկ օրերով խմելու ջուր չեն ունենում։ Ինչու թեման հայտնվեց անգամ ադրբեջանական մամուլում, ինչպես է պաշտոնական Բաքուն բացատրում վիճակը, ռեպորտաժում։ Ադրբեջանում ջրի խնդիր կա, ինչը դարձել է սոցիալական դժգոհության պատճառ։ Մինչ Իլհամ Ալիևը միլիարդներ է ծախսում օկուպացված Արցախում նոր բնակավայրեր կառուցելու եւ վերաբնակեցման ծրագրեր իրականացնելու համար, Բաքվից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու մարդիկ օրերով խմելու ջուր չեն ունենում։ Խոսքը Աբշերոնի թերակղզու բնակավայրերի մասին է։ Իրանագետի խոսքով այդ տարածքներում հիմնականում բնակվում են կովկասյան պարսիկներ եւ շիա հավատացյալների մեծ համայնքներ։ Այսինքն խոսքը բնակավայրերի մասին է, որոնց բնակչության մեծ մասը հավատացյալ շիաներ են եւ հասարակական կյանքում բավականին ակտիվ դեր ունեն։ Այդ ողջ տարածքը ըստ էության նույնիսկ այս անձրև առած տարվա ընթացքում զրկված է տարրական կենցաղային պայմաններից։ Բաքվից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու մարդիկ չունեն խմելու ջուր, կենցաղիների համար օգտագործելու ջուր, եւ այս ամենը հատկապես ավելի ակներև է դառնում եւ դժգոհություն է հարուցում տեղի բնակչության շրջանում, դատելով սոցիալական ցանցերում վերացված արձագանքներից։ Այն ֆոնին, երբ Բաքվի բռնապետը հսկայական գումարներ է ծախսում բռնազավթված
Արցախում, փորձելով ապահովել իր համար քարոզչական ուռճացված փոչիկ։ Ադրբեջանի իշխանությունը տարիներ շարունակ փորձում է աշխարհին ներկայանալ որպես հզոր եւ զարգացող պետություն։ Սակայն այս անգամ նույնիսկ խիստ վերահսկվող ինֆորմացիոն դաշտը չկարողացավ ամբողջությամբ թաքցնել խնդիրը։ Ջրի պակասի մասին տեղեկությունները հասան նաև ադրբեջանական լրատվամիջոցներ։ Դրանք կարող են հետևել որևէ քաղաքական process-ի, այլ պարզապես ինչ որ պահի հայտնվել կոնկրետ լրագրողի կամ լրատվամիջոցի տրամադրության տակ եւ ըստ էության ավելի լայն շրջանակներին հասանելի դառնալ։ Երբ Ադրբեջանի իշխանությունը հսկայական միջոցներ է ծախսում օկուպացված Արցախում, հասարակական դժգոհությունն ավելի խիտ երանգ է ստանում։ Ոսկանյանի խոսքով Բաքուն ուզում է ստեղծել տպավորություն, որ ի վիճակի է Արցախում կառուցել բնակավայրեր եւ վերաբնակեցնել դրանք, մինչդեռ Ադրբեջանի ներսում կուտակված խնդիրները մնում են չլուծված։ Մենք ունենք մի իրավիճակ եւ բնակչության զանազան խմբեր, հատկապես Բաքվից դուրս գտնվող բնակչության զանազան խմբեր, մեղմ ասած այնքան էլ ուրախ չեն Արցախի բռնազավթման Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից եւ համարում են, որ ավելորդ գումարներ են վատնվում այդ տարածքը չակերտավոր վերաբնակեցնելու, այնտեղ պայմաններ ստեղծելու վրա, մինչդեռ հենց ուն Ադրբեջանի տարածքում նաև Ադրբեջանի սիրտ համարվող Աբշերոնյան վերակարգում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից ամենաարդիականը բնականաբար այս պահին ջրի խնդիրն է։ Սակայն ջրի խնդիրը Բաքվի եւ դրա հարակից տարածքների համար նոր չէ, այն տասնամյակների խնդիր է։ Այս պահին ամենաշատը խոսվում է Աբշերոնի թերակղզու Շուվելան բնակավայրի մասին, որտեղ ջրի խնդիրն առավել ակնհայտ է։ Ադրբեջանում ջրային խնդիրները պայմանավորվում են նրանով նաև, որ վերգետնյա ջրային ռեսուրսների ավելի քան 70%-ը ձևավորվում է Ադրբեջանի սահմաններից դուրս՝ Վրաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում եւ այլն, եւ գլխավոր խնդիրը հենց այդ ջրային զարկերակներն են, մասնավորապես Կուրը եւ Արաքսը, որոնք Ադրբեջան հասնում են արդեն իսկ աղտոտված եւ արդեն ծավալային առումով բավականին նվազած։ Այս խնդրի մասին գրել է Հաքինաս Կայքը, որը ընդամենը մի քանի ամիս առաջ եւս մեկ հրապարակում էր արել, որը ըստ ադրբեջանագետի դարձել է ջրային խնդրի շղթայի եւս մեկ օղակը։ Շուվելանի շրջակայքի ջրային ռեսուրսները աղտոտվում են, բարբերաբար այնտեղ շինարարական աղբ են թափում եւ այլն, եւ թափոնները գալիս են լցվում են ափ, թույլ չտալով բնակչությանը օգտվել ջրից, այսինքն կարող ենք եզրակացնել, որ ամիսներ անց այդ աղտոտված իրավիճակը կարող է հանգեցրած լինել նաեւ ջրային ռեսուրսների զգալի նվազմանը։ Եթե պաշտոնական բացատրությամբ ջրի պակասի հիմնական պատճառը շոկ եղանակն է, ապա փորձագիտական գնահատականներով իրական խնդիրը պետական կառավարման ձախողումներն են։ Իսկ ջրի պակասն այսօր դարձել է այն ճեղքը, որից երևում են Ադրբեջանի երկար տարիների չլուծված խնդիրները։ Գարի Մութաֆյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ամերիկայի Միացյալ Նահանգները գիշերը նոր հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության տվյալներով թիրախում եղել են ռազմական օբյեկտներ։ Իրանական աղբյուրները հայտնում են, որ Ղեշմ կղզու հարվածի հետևանքով փլուզվել է բնակելի տուն, զոհվել է 2 երեխա, կան նաև վիրավորներ։ Այժմի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, հաջողություն։